Օրդ, մեր տնայիններ այս բանկի մարքեթինգային տվյալները ուսումնասիրել։ Ինքը այս UCI արխիվում, որտեղ տենց լիքը բաց տվյալների հավաքածուներ կան, դատասեթեր կան, բավականին ստանդարտ ընդունված դատասեթ է, համարյա միլիոն view։ Ու ինքը ուղղակի բանի մասին է, տենց 45,000 տողա, 16 սյուն, կատեգորիկ, կլասիֆիկացիայի խնդիր է, որտեղ տենց ինչ-որ մի հատ բանկ մարքեթինգային բաներ ա արել, տենց օրինակ զանգեր մանգեր, ու տեսել ոնց որ մարդիկ բաժանորդագրում են իրենց բանին, թե չէ, ընդ որ զանգում զզվացնում են, եսի ոնց համարը գտնելով, այ դրանից են արել, ու հավաքել են իրենց զանգած, ում որ զանգել են, հավաքել են իրենց հետ վերաբերյալ, կամ եկեք արդեն գնանք կոդում, լիքը իմպորտներ, դա մի classifier-ն է մեր համար նոր բան, calibration curve-ն է նոր բան, պրինցիպի այս մետրիկաներից որոշ ինչ-որ նոր բաներ կա, բայց մի խոսքով դատան կարդանք ու ստեղ այս մեր թիրախը լինելու է y սյունը yes-ա թե չէ, այսինքն այդ campaign-ի զոհ դարձել են թե չէ, այդ իրենց մարքեթինգային արշավի։ Ուհա, տվյալներում դեմոգրաֆիկ ինֆորմացիա կա, տարիք, սեռ, աշխատանք եւ այլն, ու զանգի վերաբերյալ ինֆորմացիա կա։ Ասենք քանի անգամ են մինչև այդ փորձել կապնվել իր հետ, ոնց են կապնվել, երբ են կապնվել, հա, ու տենց նախկինում քանի անգամ են կապնվել ու ինչքան է տևել այդ բանի ժամանակը, զանգի ժամանակը, որ խոսացել են։ Ու հիմա նպատակն է ոնց որ հասկանալ, թե ում հետ կապնվել, որ հավանական լինի, որ իրեն կպատասխանեն։ Այսինքն սա կլասիֆիկացիա է, բայց այս շատ ռենքինգի խնդիր է կարելի ասել, էլի, որ ամենահավանականը ում է, որ զանգենք, որ հաջողի մեր մոտ, կամ ընդհանրապես ոնց որ կոնկրետ մարդուն մտածում ենք զանգել թե չէ, հասկանանք ինչքան հավանական է, որ վերջը կբաժանորդագրվի այդ բանկի ծառը, այդ մատուցած սերվիսին բանկի։ Բայց հա, այդ խնդրի մակարդակով թիրախի հետ կապված ինչն է հետաքրքիր, որ parza տենց Հավայի անկապ բռնան հեռախոսով զանգեն, մեծ մասը չէ ասելու, չէ՞։ Դա համար եթե նայենք այս մեր Y-ի բաշխվածությունը, ինքը կտեսնենք, որ բաժանորդագրված մարդիկ ընդամենը 11%-ն են կազմում։ 5000 մարդ բաժանորդագրվել է, 40,000 չէ։ Այսինքն եթե մենք սարքենք մոդել, որ ուղղակի ասում է չի բաժանորդագրվի, այդ մոդելը կունենար 88 ու ինչ որ բան, 88.3% ճշտություն։ Ու խելոքոտ ձևով ավելի շատ կնախընտրենք։ Ասում եմ։ Հաճան, այդ դամի classifier-ը գրել ես, էդի փորձարկեցի ինքը այդ նույն 88%-ի գաղափարն է, չէ, բերում։ Մենակ ստեղ մոտապես 88.0 է, 88%-ը, այդ classifier-ն էլ որ արեցի, էլի այդ նույն 88-ն էր, չէ՞, ուզում ասեմ միտքը այդ նույնն է, այդ classifier-ը։ Դամի ոնց որ նշանակումը բանն է։ Հայերենով երևի ամենալավ բառը դամբուլն է։ Դամբուլ կլասիֆիկացիայի ալգորիթմ էլի, որ ուղղակի բռնում է նույն բանն է գուշակում։ Ու այդ դամբուլի ստրատեգիաներից մեկը հենց կոչվում է ուղղակի most frequent, այսինքն ամենատարածված բանն է գուշակում։ Այդ դեպքում ամենատարածվածը 0-ն է, 0 է գուշակում, այսինքն դամբուլ ալգորիթմը ստանում է 83% ճշտություն։ Բայց շատ բարի, այս սյուների հետ կապված մի քիչ ավելի ուշադիր որ նայենք, հեսա մի քիչ կբզբզանք, ընդհանրապես EDA-ի ամենակարևոր փուլն է։ Մի քանի բան կա, որ ասում եմ ամենակարևոր փուլ միանշանակ, բայց ամենակարևորներից բավականին կարևոր է։ Այդ մի հատ նորմալ ուսումնասիրել տվյալները ու հասկանալ ինչի հետ գործ ունենք, որտեղ ստեղ նրբություններ կա, որ կարելի է շատ հեշտ սխալներ անել։ Նախ ոնց որ մի հատ եթե համել ավելի լավ ծանոթանանք, այդ կլիենտի հետ կապված մենք գիտենք տարիք աշխատանք պսակված բանման, եղելա որ բան մինուս գնա հաշվով, ինչքան փող ունի, ինչքան բալանս ունի, տան հիպոթեկա թե չէ, անձնական վարկա թե չէ, վարկունի թե չէ։ Ստեղ օքեյ է, պրինցիպի ամեն ինչ, էլի մարդու մասին ինֆորմացիան է։ Հետո կա հենց այս մեր խոսալու հետ կապված։ Ոնց ենք զանգել, այսինքն cellular տելեֆոն թե չգիտենք։ Այս 3 տարբերակը կա մեջը, որ ամսին, որ օրը ու ինչքան է տևել զանգը։ Հիմա ժողովուրդ, այստեղ մի հատ լուրջ խնդրեմ կա։ Եթե մենք ուզում ենք գուշակել ում արժի զանգել, մենք չենք կարա, չէ՞, իմանանք այդ զանգի երկարությունը ինչքան է լինել, որովհետև այդ զանգի երկարությունը մենք իմանանք զանգից հետո։ Այստեղ կոնկրետ խնդրեմ կա հերթականության մեր մոտ, քրոնոլոգիան խախտվում է։ Այստեղ արդեն
ստացվում է, որ մենք չպետք է ներառենք այս զանգի տևողությունը, ինքը ընդհանրապես բավականին լավ համել թիրախի տենց լիքիջ է մեր մոտ հատկացնում, էլի, հեսա մի քիչ հետո դա կտեսնենք, բայց այս մի հատ մտքում պահենք, որ ստեղ ռիսկ ունենք, չենք կարող ապագայից տվյալ օգտագործենք։ Հետո կա նախորդ արշավների պատմությունը, քանի անգամ են հետը կապնվել, քանի օր առաջ են վերջի անգամ կապնվել, ուստեղ մի հատ բան կա, որ եթե ոչ մեկի հետ չենք կապնվել, ուզում ենք նշենք, թե քանի օր առաջ ենք բանել, այսինքն եթե չենք կապնվել, տվյալը բացակայում է։ Այս դատասեթում այդ արել են այնց, որ գրել են -1։ Հիմա մենք այս -1-ը եթե հենց տենցը թողենք, ինքը արդեն կգնա կխառնվի մնացած բաները, հետո այդ -1-ը չի նշանակում 0-ից մի հատով քիչ, նշանակում է չի եղել երբեք։ Ստեղ պետք է էլի զգուշ լինենք մի քիչ։ Հա, նախկինում քանի անգամ են կապնվել ու վերջին անգամ որ կապնվել են հաջող ա եղել փորձը թե չէ իրաց։ Կարող է կապնվել են ինչ որ ուրիշ ծառայության համար, էլի հիմա նոր ծառայությամբ են կապնվում։ Ու հա, այս սրանք ունենք։ Մի քիչ եթե ուսումնասիրենք, ասենք այս բաներով կատեգորիկալ տվյալներով ըստ իրենց յունիկ արժեքների խմբավորենք ու մեր թիրախի միջինը նայենք։ Այսինքն ըստ էության ուղղակի նայենք ամեն մի կատեգորիայում միջինը քանի մարդ է բանանում, ոնց որ ծառայությանը համաձայնվում։ Բավականին տրամաբանական պատկեր կտեսնենք որոշ առումներով, օգտագործելա բջջային կապ թե հեռախոս, մոտավորապես նույն տոկոսն է իրենց մոտ հաջողությունը, այս դեղինը միջինն է։ 11 քանի տոկոսն է մեր, էլի։ Նախորդը եթե հաջող ա եղել, հաջորդի հաջող լինելը էլի բավականին բան է լինում, բավականին բարձր հավանական է լինում։ Այստեղ կա մի հատ է other, որ ոչ հաջող է, ոչ բանա, ոչ ձախողած է, ինչ որ ուրիշ բահա, դա ավելի բարձր է, քան ձախողածը ու չգիտենքը ավելի ցածր է, էլ ավելի ցածր է, քան ձախողածը։ Այս չգիտենքը երևի, չգիտեմ ինչ հնարավոր չի, որ ձախողելուց ավելի վատ է գնացել։ Տեսնում ենք, որ ոչ տան հետ կապված վարկ ունեցողների մոտ ավելի բարձր հավանական է բանը, ստորագրեն, ընդ որում տենց մոտ մի երկու անգամ ավելի բարձր էլի։ Ստորագրեն ասել է subscribe լինել, էլի հայերենով մի քիչ տարօրինական հնչում։ Անսպա հետ կապված էլ ինչ որ չգիտեմ ինչա կատարվում։ Մարտ, դեկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր հələ մի քիչ կարելի է հասկանալ։ Մարտը խիա միանգամից վերև, չգիտեմ, բայց հետո մայիսը ամենացածր։ Կարճ ասած չգիտեմ, ոչ էլ այս բանին շատ հետաքրքիր է, Պորտուգալիայում կարող է ինչ որ բացատրություն ունի sense բաները, չգիտեմ։ Բայց մի խոսքով, առնվազն sense բաները պետքա լավ հավեսով ջիգարով նայենք, էլի։ Այդ ջոյ մի հատ հարց տամ էլի։ Ահա։ Այս դեղին գիծը մի հատ էլ կասես, ինչն էր։ Դեղին գիծը այդ գլոբալ միջինն էր, թե քանի տոկոսն է ստորագրվել, այսինքն սաղի Y-ները որ վերցնեմ, էլ չնայեմ կատեգորիա, մատեգորիա, ուղղակի ամեն Հա, ինչի մեջից 11%-ը, 11.7%-ը մեր մոտ բանն է։ 1 է Y-ը։ հա, օքեյ։ Այս միշտ օգնում է ոնց որ առանց միջինի սրան օրինակ նայեմ կմտածեմ, օ, դե cellular կարող է չնկատեմ, որ տենց 0-ից 1.5 է գնում օրինակ այս սյունյակը ընդհանրապես, կարա ինչ որ չափով խափուսիկ լինի, էլի։ Ու ժողովուրդ, մի հատ բան, որ այստեղ իրականում պետք է զգուշ լինել, այնա որ մենք այստեղ էս որ մի փոքր գլխարած արած, այսինքն ոչ թե գլխարած արած ասելս այդքան խորացած չի, այնա որ մենք այստեղ էս կատեգորիաներում եղած տվյալների քանակները չենք տեսնում, տոկոսներն ենք տեսնում, էլի։ Կարող է այստեղ տոկոսը լավ բարձր է այս մարտի, որովհետև մարտին ինչ որ 10 հոգի է դիմե 5-ը ստացել է, այդ 10-ից 5-ը օրինաչափություն չի բերում, էլի, իսկ դեկտեմբերին ասենք 10,000 հոգի է դիմել, 10,000 հոգուց 40,000-ն է դիմել, լավ կլիներ նաև հաշվի առնվել այս բաների բացարձակ քանակները, էլի, ոչ միայն տոկոսային մասերը։ Այդ ուղղակի զգուշ լինելու պահ, էլի, հիմա ոնց որ հիմա էս արած իդեյը, հենց իդեյի չի, ոնց իդ կանեի, եթե սա լիներ իսկական պրոյեկտ, էլի։ Ուղղակի ոնց որ սա նպատակը մի մակերեսային պատկերացում ստանալն է ու հիշացնելը, որ մոդելին անցնելուց առաջ պետքա տվյալները լիքը նայել։ Այս մեր internship որ անում էինք, ամենատարածված սխալն էր։ Մարդիկ միանգամից թռնում էին մոդել անելու։ Մեր մոտ նույնիսկ internship-ը ա եղել, որ բան մարդու գործի ենք ընդունել, ով ընդհանրապես մոդել չի օգտագործել։ Մենակ մաքուր EDA է արել ու այնքան խորը ջիգարով EDA է արել, որ ավելի լավ արդյունքների է հասել, ավելի լավ օրինաչափություններ է դուրս բերել, քան այն մարդիկ, ովքեր մոդելինգ էին անում։ Մի խոսքով EDA-ը միշտ ահավոր կարևոր է։ Պետքա ձեր տվյալները լավ ճանաչեք դուք, էլի, պետքա տենց հետները մի քանի օր անցկացնել։
Այս բանի հետ կապված էլ այս տևողության տվյալների արտահոսքի հետ կապված, եթե մի հատ ուղղակի ստեղել գծենք բանը, բաշխումը, այստեղ բաշխումը ըստ տոկոսայինի միանգամից դզած է, այսինքն հենց հաղթեսի PDF սարքած է, տոկոսայինով թե ըստ տևողության ինչքան մարդիկ են բան արել, subscriber-ը կամ չէ։ Այստեղ տեսնում ենք, որ կոնկրետ այս subscriber-ների մոտ զանգերի տևողությունը շատ ավելի այստեղ մինչև մի 2 րոպե խոսալու մեջ, նրանք ովքեր որ համաձայնվել են, լավ երկար են խոսացել, որտեղ դետալներ եւ այլն բավականին բնական են։ Մեդիաները որ նայենք 164 վայրկյանը ընդդեմ 426 վայրկյանի։ Այս տևողությունը իրոք ահավոր շատ բան է ասում նրա մասին, թե մարդը կստորագրի թե չէ բանը, ծառայությանը կհամաձայնվի թե չէ։ Ինչ բավականին խելքին մտա ու պետքա շատ զգուշանալ, որ գցել իրան մեջից։ Մի խոսքով, հա, դրան հեսա հանելու ենք, հեսա իրականում չենք հանի, տեսնենք ինչի կբերի դա, ու հետո կհանենք։ Այցա, այս p-days-ն էլ previous days էլի։ -1-ի հետ կապված կսարքենք թազասյուն was contacted before binar։ Ժամ միջև այդ իրան գրել ենք թե չէ, ու այս -1-ը կդարձնենք 0, որ արդեն ոնց որ նորմալ խելքին մոտ 0-ից անվերջ բաներ լինի, էլի։ Չենք ուզում այդ տողերը պրոստը բռնենք շպրտենք։ Այս 0 սարքելն էլ կարա այդքան ոնց որ նես չի իդեալական լուծում է, այդ հյուրիստիկ մոտեցում է, բայց ամեն դեպքում առնվազն այս was contacted before-ը արժի ավելացնել, ինքը բավականին հարմար սյուն կլինի, էլի։ Մեկ էլ կարելի է խորանալ այս unknown-ները նայել ինչքան դե տոկոս են կազմում, այս ասեմ իվարկան։ Unknown-ներում այսքան ըստեյության NA-ը ոնց որ լինի, գործը որ չգիտենք 0.6% է, education-ը 41%, outcome-ը 81.7%-ում չգիտենք, իսկ վերջը չենք իմացել նախորդ բանը հաջողել է թե չէ։ Բայց սա կարանք ուղղակի թողենք որպես հենց այնց առանձին կատեգորիա, ոնց որ մոդելը սովորի նաև նրա վրա, թե ինչ անել, եթե հայտնի չի ինֆորմացիան։ Այսինքն NA-ը այստեղ կարանք ուղղակի ոչ թե շպրտենք, այլ հենց թողենք որպես անհայտ։ Դա էլ օքեյ մոտեցում է։ Հեսա հետագայում իրական ծառեր որ անցնենք, ծառերը ավտոմատ ճյուղ են սարքում, այդ ճյուղը տվյալը բացակայում է, թե չեն ալինում, որտեղ դա էլ կարա իր մեջ սիգնալ պարունակի, էլի։ Նշում եմ։ Հաջա, ես ուզում եի հարցնել, այնտեղ առանձին մի հատ տող սարքեցիր, որ 0-յա, դարձնում ու վերջ, այն վերևը չհասկացա ինչ արեցիր։ Այստեղ էս այն որտեղ որ գրած էր Այսինքն մի օրը հատ երբ որ սյուն սարքեցինք, հա, Չէ, որտեղ ներողություն։ մենակ 0 արժեք է լինելու։ Չէ։ Այստեղ այս df-get log-ը ես ասում եմ վերցրու այն բոլոր այս p-days սյան, բոլոր այն տողերը վերցրու, որտեղ որ Որ -1-ը օրը ու վերագրի 0, հա, այդ հա, էր։ ահա։ Բա այն վերևի տողը ինչ արեցիք, այդ է ուզում Այս հասկանալ։ այս մեկն էլ նոր սյուն է սարքում, մարդու հետ կապնվել ենք թե չէ, ընդհանրապես։ Եթե Հա, -1-ը, ուրեմն չենք կապնվել, եթե -1 չի, ուրեմն կապնվել ենք, էլի, այսինքն նախկինում փորձ արվել է իր հետ խոսալու, թե չէ։ Ոնց որ այս p-days-ը ինքն իրանով դա պատմում է, եթե դրական է, ուրեմն եղել է։ Բայց ոնց որ սրանով մոդելին մի քիչ գործը մի քիչ թեթևացնում ենք մոդելի, էլի, տենց ոնց որ ուղիղ դնում ենք դիմացը։ Այդ բան feature-ը, որը որ խելքին մոտ է, որ օգտակար լինի մեր համար, էլի։ Ու հատկապես քանի որ մենք դեռ մենակ logistic regression-ը գիտենք որպես կլասիֆիկատոր, logistic regression-ը այն իրայից հասարակ մոդել այդքան հեշտ չի գտնել։ Դրա համար ոնց որ այս feature engineering-ը կարևոր դեր է խաղում, էլի, ու իրականում նաև այս արդյունքները որ նայենք, բավականին թույլիկ արդյունքներ ենք ստանալու։ Դա այստեղ ոնց որ լավ կլիներ շատ ավելի շատ խորանալ, բայց արդեն կամացից անցնենք բուն գործին։ Մի հատ նախ նշենք այն սյուները, որոնք ոնց պետքա բան անենք, process անենք։ Այստեղ քանի որ էլի անալիզի մեջ չի երևում, բայց բան, ասենք NA-ների խնդրեմ շատ չկա ու այս տվյալների բաները, unique-ները, unique արժեքներն էլ որ տենց առանձնապես շատ չեն այս կատեգորիկ տվյալների, կարանք տենց հանգիստոտ լինենք, որ կարանք ուղղակի բան անենք, one hot encode անենք ու մեր մոտ feature-ների քանակը չի գմփա ուղղակի միանգամից։ Հեսա նայեք, այստեղ էս կոնտակտը 3 տարբերակ ունի, loan-ը ու housing-ը 2 տարբերակ, default եղել է թե չէ 2 տարբերակ, այս բալանսը թվային սյուն է, էլի, սա մեզ հետ։
Ստեղ կան ասենք, որ տարիք, բալանս, օր, տևողություն եւ այլն, սրանք մեր մոտ numeric column-ներն են, այս մնացածը մեր մոտ categoric column-ներն են, y-ը բռնենք ստեղ մեր մոտ պահենք ու շպրտենք մոդելից, որ հանկարծ թիրախը օգտագործելով գուշակություն չփորձենք անենք։ Duration-ը հələ դեռ թողել եմ ստեղ։ Դե հիմա գանք տվյալները կիսենք երկու մասին։ Եթե շատ ահավոր խիստ ձևով ուզենք վարվենք, կարողա մտածենք, որ իդեից առաջ էր կարելի կիսել, որ ինսայթներ դուրս չբերենք, որոնք որ պետքա չունենայինք, բայց այդ մի քիչ չափից շատ ինքներս մեզ խեղդել է։ Հիմա քանի դեռ ցանկացած մոդելինգի բան ուզում ենք սկսենք, այդ ժամանակ որ train test split-ը անենք, օքեյ է։ Ու ստեղ բան կանենք, ուղղակի 60 30 30 կանենք։ Չէ, խափեցի մի վարքան։ 60-20-20, 60-30-30-ը մեր մոտ ստացվում էր ինչքան 110% տվյալներ, այդքան չկա։ Հա, այսքան սկզբում բռնենք x train, y train, պես x temporary-ին ժամանակավորա, որտեղ հեսա պետք է երկու մասի կիսենք, 60% ստեղ, 40% ստեղ, սի դա անպայման միշտ ֆիքսում ենք, չի կարելի հանկարծ չֆիքսել, միշտ ֆիքսում ենք, այստենց մի 80 անգամ ասելու եմ, նրվայնացնեմ, որ միշտ հիշեք։ Նոր արգումենտ ստեղ որ ունենք, այս stratify-ն է, որտեղ պետք է հիշենք, որ տվյալներում դիսբալանս ունենք։ Հիմա մենք ուզում ենք, որ բաժանենք տվյալները կտորների, բալանսը մեջը պահպանված լինի։ Թե չէ պատահական վերցնելով կարող է ոնց որ թեստի մեջ օրինակ համարյա բան չմնա։ Y-ը հավասարամեկ չմնա։ Ստացվի շատ տարբեր բաշխումներ ունի մեր տվյալները ու train-ի վրա պարապածը թեստի վրա վատ արդյունք կտա, որովհետև ուրիշ տվյալ է։ Ուրիշ ընտանիքից է գալիս, էլի։ Այս stratify-ով մենք տենց ենք անում, որ վստահ լինենք, որ հավասար տոկոսով է բաժանում։ Հետո այս x temp-ն էլ հիմա ոնց որ ունենք 60-40, այս 40-ը 20-20 կբաժանենք validation-ի ու թեստի մեջ։ Այսինքն ստեղ ունեցանք դարքերա որ սա առաջ տողը չտկում sense 27000 train, 9000 validation ու test։ Գուցե իրականում նույնիսկ այս տվյալները որ քիչ չեն, կարենք մի քիչ ավելի շռայլ լինեինք, ասենք 70-15-15 կամ 80-10-10, բայց մի խոսքով։ Ու ժորդ նաև այստեղ լավ կլներ բան cross validation անենք, ստե մի քիչ հեշտության համար եմ սենց արել էլի։ Հա, բայց մեկը այստեղ եթե y train, y validation, y test-ի միջինները նայեմ, այսինքն մեկերի պրոպորցիան տեսնում եմ ամենտեղ հավասար է։ Սա է stratify-ի շնորհիվ է։ Եթե stratify չանեինք, եկեք stratify չանենք, տեսնենք ինչ է լինում։ Խրտ։ Առանց որ շատ ենք տվյալ վերցրել, այդքան տարբերություն չի տալիս։ Հա, սիդը ֆիքսած է։ Բայց կարար ոնց որ բախներս այդքան շատ չբերեր էլ, եկեք սիդը փոխենք, տեսնենք կարող ավելի վատ արդյունք ստանանք։ Դե լավ, էլի մոտավորապես նույն ինտերվալի մեջ են, բայց տվյալները շատ են դրանից է, էլի քիչ տվյալներով էլ ավելի դաժան կլիներ։ Ամեն ինչ ուղենք։ Ուհա։ Ոստեղ եթե dummy classifier օգտագործենք, այս dummy classifier-ը փոխենք կարա ուղղակի gray print միջին, ուղղակի ամբողջական տեսքի համար, որտեղ ստեղ կարա տարբեր մոտեցումներ ունեն նաև էլի dummy classifier-ը։ Բայց dummy classifier-ին կասենք strategia most frequent, ու սրա accuracy-ն կլինի 88.3, recall-ը կլինի 0, որտեղ որ մենք սաղին գուշակում ենք 0, ստացվում է 1-երից ոչ մեկին չենք բռնացնում։ Այս մոտեցումը եթե օգտագործենք, այս մոտեցումը ինչպես եթե իրան բիզնես տեսանկյունից նայենք, մենք ոնց որ ասում ենք ժողովուրդ, ոչ մեկին է մի զանգեք, էլի զանգում եք հիմնականում չեն վերցնում, բիզնեսը պետք է ասի լավ, օքեյ ու ուղղակի թարգի մարքեթինգ անել, էլի եթե հավատանք այս մոդելին։ Այստեղ կարևոր է բիզնես խնդրի մասին հիշել, էլի։ Հայկ ջան, այս բանը positive rate preserved, այսինքն մեր նպատակն է իրեն ստանանք մաքսիմալ մոտիկ թվեր, հա։ Ոնց որ Բոլորի համար։ ոնց որ մենք validation-ը օգտագործում ենք, որ հասկանանք train-ի վրա ինչքան լավ է սովոր է։ Հիմա կոպիտ ասած, եթե train-ի տվյալները լինի Պորտուգալիայի բանկի ինֆորմացիան, իսկ validation-ում լինի Իսպանիայում բանկը, հիմա ինքը կարա Իսպանիայում բանկի վրա վատ աշխատի, որտեվ օրինաչափությունը չի է տեսել, որ սովորի, էլի։ Մենք հիմնականում ուզում ենք, որ բաշխումները տվյալների, բաշխում ասելս ի նկատի ունեմ ոնց որ թե ոնց են տվյալները առաջանում, էլի։ Նույն սկզբունքով լինեն, էլի, որ օրինաչափությունները նույնը լինի, որ իրոք ստուդենտ օրինաչափություն բռնացրել է, թե չէ։ Դրա համար կուզենք նաև, որ այդ 0-ի 1-երի բալանսը մոտավորապես նույնը պահված լինի մեջները։
Այսի ցուցատալի բալանսը ինչքան լավ է պահպանվել։ Stratify-ը ինքը իդեալական պահում է, էլի։ Իսկ կա ինչ Իդեալական, որ տենց իսկ կա տենց ինչ որ բան threshold, որ հասկանանք, որ այսենց վատ է արդեն։ այսինքն ինչքան իրարից տարբեր լինեն, օրինակ Հա, 0.1, 0.4, այդքան է հա, չէ, որովհետև հիմնականում պրոստը միանգամից stratification-ը միացնում ենք ու նույնն է լինում, էլի, տենց ինձ թվում է շատ խնդիր չի առաջանում, էլի, մտածել թե ոնց նայել այսքան բանը վատա թե չէ։ հա, Ու ընդհանրապես էլ մի քիչ ավելի ընդհանուր բան որպես ասած, այս ML-ի մեջ ինքը տենց բավականին ոչ ճշգրիտ գիտություն է, էլի, այս ինդուստրիայի պրոյեկտները threshold-ը պրոյեկտից պրոյեկտ կարող է ահավոր շատ փոխվի, էլի, տենց կախված է իրոք հենց այդ պրոյեկտի խնդրից, էլի։ Okay, դե անցնենք մեր սանտեխնիկական գործին, այս խաղոկաշարը սարքենք։ Թող սկզբում այս column transformer-ի մեջ դնենք, որ standard scaling անի numeric տվյալները, որտեվ logistic regression ենք անում, logistic regression-ում օպտիմիզացիան ավելի հեշտ կլինի, եթե scale արած լինեն, ընդեղ են condition number բամանը ավելի հաճելի թվեր են լինում։ Պլյուս հետո ինտերպրետացիայի համար ավելի կկարանանք ինտերպրետացիա անենք, որտեվ կոեֆիցիենտների ինտերվալները արդար ձևով կազմված կլինեն, պլյուս երբ որ ռեգուլարիզացիա անենք, ռեգուլարիզացիան չի պատժի այն սյուներին, ովքեր որ ուղղակի փոքր ինտերվալի վրա են գնում, ոնց որ 3 պատճառ, թե ինչի անել ստանդարտ scaling արդեն։ Ու one hot encoding էլ անում ենք այս մեր կատեգորիկներին ու զգուշ ենք լինում, որ գցենք սյուներից մեկը, որ բան չլինի, տվյալ անիմաստ միացություն չունենանք, էլի, որը որ արտահայտվում է մնացածով, գծորեն կախվածություն չլինի սյուների մեջ։ Տողերի մեջը անցած դասին խոսացինք, որ օքեյ է։ Ու այս handle unknown-ը նշենք error, որ եթե հետագայում մի հատ ինչ-որ տվյալ գա, որ բան լինի, այս dataset-ում տեսածների շարքից դուրս լինի, ինքը error գցի միանգամից, ասի վայ, էս ինչ էր։ Այս handle unknown-ը կարանք դնենք օրինակ ignore, որ պրոստը ասի լավ, օքեյ, չկար ու իրեն գցի ինչ-որ դասի մեջ։ Ամեն դեպքում ոնց որ պրոստը զգուշ լինելու պահ է, էլի, տենց հիմնականում սուպեր շատ ազդեցություն չի տալիս։ Ու հիմա հետո մեր տվյալները պետքա դնենք բանի մեջ, logistic classifier-ի մեջ, այստեղ maxi տառացիաները Claude-ն է դեկորատիվ դրել, ոնց որ դժվար շատ լուրվեր sense տնենց, class weight-ը հետագայում ոնց որ disbalance-ի հետ խոսալուց կդնենք կամ լինի կամ չլինի, այդ որ ինքը loss-ը փոխում էր, որ այդ empiric risk minimization-ի մեջ փոքր կլասի տվյալները ավելի շատ անգամ բազմապատկվեին, կշռված empiric risk-ի minimization էր անում։ Penalty-ն ասենք թող default-ով էլ 2, բայց հետո էլ մեկը կփորձենք։ Այս ցեն մեր մոտ բաններ, ռեգուլարիզացիայի հակադարձներ, զզվում եմ դրանից, որ հակադարձով են դրել, անիմաստ կյանքը բարդացրել են, բայց ոչինչ, հեսա inverse of regularization strength։ Մեր 1 լամբդայերորդն է, էլի։ Հա։ Ու pipeline-ը կլինի pre-processing ենք անում, հետո classifier։ Ահա։ Այո, մի հատ հարց տամ, էլի։ Ահա։ Այդ C-ի փոխարեն ինչ կարային այդտեղ դնեին, որ ավելի բան լիներ։ Անունը, Չէ, C-ի փոխարեն ուրիշ բան կարային օգտագործեին։ մի քիչ այդքան չեմ հասկանում C-ի փոխարեն ասած, իսկն Որ էս ասացի, որ չեմ սիրում, որ էս են օգտագործել, ուզում եմ տենց չէ, իմանայի, ուզում եմ իմանայի անուն ուրիշ բան ինչ կա, որ էս են կարան օգտագործել։ հա, չէ, հասկացա, չէ, էս լավ է արած որ օգտագործած, չեմ սիրում որ սահմանածա որպես հակադարձ։ Հա, Այսինքն մենք դասի մեջ լամբդա ենք, չէ՞, նայում ասում ենք լամբդան 5-ը նշանակում է գումարած 5 անգամ այդ բան, feature-ների արժեքների հա, L2 norm, իրանց մոտ եթե 5 գրենք, ինքը որպես 1/5-րդ է իրան հասկանալու, էլի։ հա, Այդ հասկացա։ ուղղակի իմ բողոքներ, էլի, թե չէ իրանք Հա, նորմալ են արել։ Մեկը C-ից եմ նռվայում, գրին լամբդա։ Այն բանի մեջ էլ ալֆան լամբդան է, թե լամբդան ալֆան, даже խառն, в общем, շատ լավ գրադարանա, շատ ընտիր գործ են արել, բայց մի քիչ ֆոտոսնող բաներ են մեջ դրել։ Ա, օքեյ։ բայց ոչինչ, բարեբախտաբար մեկը մենք չենք կոդ գրելու։ Կլոդը թո չխառնվի, մնացածը հեչ։ Բայց Օքեյ, միանգամից չէ, էլի դուք հələ գրեք, նկատի ունեմ մի քիչ հետո։ օքեյ, իսկ ցած իրականում բան գործի մեջ շատ է ձեռքով կոդը գրվում, թե տենց բանկա կլոդ են հիմնականում անում։
Ես վերջի մի հանգիստ մի տարի կարամ ասեմ, բայց ավելի շատ ժամանակով էլ կոդ գրել եմ մենակ այս մեր դասերի ընթացքում։ Հա։ Կամ տենց Իմ ասեմ։ կարծիքով ավելի ստեղ ոնց որ արդեն առաջի պլանա գալի դատան ճիշտ մշակելը, չէ։ Ոնց որ սաղ շատ լավ հասկանալ է, էլի։ Հա, Այսինքն մենք ուղեղը լինենք, կլոդը ձեռքերը լինի, էլի։ Ուղեղը ինչքան զարգացնենք, ձեռքերը իրան գործը լավ կանեն, էլի։ Եթե մի քիչ էլ աշկերը ուշադիր հետևեն սկզբում առնվազն։ Լավ։ Դե այս մեր խողակաշարը խոդի տանք ու մի հատիկ մետրիկա հաշվենք ու մի հատիկ մետրիկան էլ accuracy-ն հասկացանք, որ վատն է, precision recall-ը threshold-ից կապված էին։ Մի հատ արագ ուղակի որպես հաշվելու բան կարան գնանք ROC AUC-ին, այդ բանը, recall-ի ու true positive ու false positive rate-երի այդ արժեքներով կետիկ միացրած տարբեր threshold-ներում դրա տակի մակերեսը։ Հեսա գրաֆիկ մի քիչ հետո կտեսնենք, չֆայմեցի ստեղ դնեմ իրականում, չգիտեմ ինչի։ Բայց հա, այսօրան եթե նայենք, duration-ը ներառած ու չներառած, տարբերությունը մեր մոտ տալիս է 0.9, 0.9-ը այդ շատ լուրջ տարբեր թիվ է, էլի, բավական ահավոր լուրջ թիվ է։ Համարյա 1 է, էլի։ Իսկ բոլոր threshold-ներով հաշված միջինում կոպիտ ասած միջինում 0.9-ը լինում իր բանը, այդ ընտիր արդյունքը։ Առանց բանի 0.76 տիպիկագույն բանի օրինակ թիրախի արտահոսքի target leakage-ի օրինակ։ Տեսնեք որ ինչքան ահավոր մեծ տարբերություն ունի սա այստեղ մեջը իրա։ Շատ լուրջ արդյունք է, էլի։ Բայց լուրջ արդյունք է, որովհետև բան են կարել, ժուլիկություն են կարել, էլի, որ ոչ թե որովհետև իրոք տենց է։ Կարանք բանին նայենք, կոեֆիցիենտներին նայենք։ Այստեղ էս one hot encoder-ի մեջից այդ շյան անունները դուրս բերենք, որ տեսնենք ինչ հերթականությամբ է բանարել։ Լսում եմ։ Հայկ ջան, այսինքն այդ duration-ը, որ դրեցիք, ինքը ավելի լավ արդյունք տվեց, քան առանց դրա, հա։ Հա։ Բայց Բայց ավելի լավ ասածը ոնց որ արդար ձևով չէր դա, էլի։ Այսինքն այդ մարդիկ բան են արել, մարդիկ զանգել են նախկինում, զանգել են, խոսացել են, վերջը տեսել են ինքը բան լինում է, թե չէ, համաձայնվում է, թե չէ, ու նշել են այդ սյան մեջ ու տևողությունն էլ են նշել։ Հիմա սա մեզ օգտակար չի այն առումով, որ երբ որ մենք զանգելու լինենք, երբ որ ուզում ենք զանգենք, ուզում ենք որոշենք հիմա զանգենք այս մարդուն թե չէ, ու ուզում ենք ոնց որ մոդելը աշխատացնենք։ Մենք չենք կարա, չէ՞, տևողությունը տանք զանգի, որտեղ այդ զանգը հələ տեղի չի ունեցել։ Մենք հիմա նոր ուզում ենք հասկանանք զանգենք թե չէ։ Այդ ապագայից եկած ինֆորմացիա է, էլի, սենց ասած մեր մոտ լինում։ Ու ինքը շատ Հա, չէ, բնական։ ոնց որ այդ միտքը հասկանում եմ, ուղղակի նման դեպքերում պետք է այդ մասը հանվեր, չէ՞, այդ է ուզում ասել, իրան ներառեցինք, ուղղակի հասկանալու համար, որ լավ է ազդում, բայց ներառելը իրան ոնց որ իմաստ չի ունենում։ Հա։ Էս ոնց որ բան է լինում, էլի, տենց կոնկրետ խափել է լինում, էլի, եթե իրան օգտագործենք։ Հա, всё, հասկացա, մերսի։ Ձեզ մերսի։ Հա, ու իրականում որ ցենց բան կարա տվյալների մեջ իրոք sense խնդիրներ լինի, էլի, որովհետև այս խնդիրները հավաքողները բանմանը կամ ասենք ինչ որ բազայից տվյալները քաշում եք, այդ մարդիկ չեն բանը հավանաբար ուղղակի իրանց համար տվյալները միտեղ բան են արել, էլի, պահել են, չեն մտածել որ հենց այս խնդրի վրա է պետք լինելու աշխատել, որ ինչ որ չգիտեմ, ուրիշ ձև ներառեն կամ բանման, կարա իրոք իսկական տվյալների մեջ տենց լինի։ Ես հիշում եմ իմ առաջի գործի տեղը մի քանի հոգով նույն բանի վրա էինք աշխատում ու տենց մի անգամ զանգին կպել էինք, մեկը ասում է, բա թե ROC-ից 90 քանիս է, իմը տենց ինչ որ չգիտեմ, ասենք 0607 էր, տենց լոնգված մտածում էի, ասում եմ, օրա ինչի չեմ ջոգում, վերջը պարզեց մի հատիկ սյուն կար, որը որ իդեալական նույնը չէր ինչ թիրախը, բայց շատ ժամանակ թիրախի հետ բռնում էր ու իրականում պետքա չներառվեր, ու այդ ոնց որ իսկական կլիենտի տվյալներ էր, էլի մեր մոտ։ Իսկ ուզում ասեմ, սա մեզ չի խաղալիք բերած օրինակ է, էլի, սա համ ստանդարտ դատասեթ է, բայց նաև իրական պրոյեկտներում հանդիպող բան է, էլի։ Այդ դրա համար եմ ասում, որ ոնց որ այդ EDA-ի փուլը մինչև մոդելինգը ահավոր կարևոր է, էլի, այդ ժամանակա որ դուք նորմալ ֆունդամենտ եք դնում, թե հետագա գործը ոնց է արվելու, էլի։ Ոնց որ միշտ զիբիլ տվյալները input, զիբիլ արդյունքներ output, էլի, ուրիշ ձև չի կարող ինքը աշխատի։ Այստեղ եթե բանին նայենք, այս կոեֆիցիենտներին նայենք, կարևորություններին, կոեֆիցիենտների կարանք էքսպոնենտներով իրան գծենք, որ odds ratio-ն ստանանք։
Այստեղ տեսնում ենք, որ շատ բնական ձևով, եթե նախորդ անգամ բանը հաջող է եղել, ինքը 9 անգամ ավելի հավանական է, որ կհաջողի, քան չի հաջողի։ Այդ ճիշտ ներողություն ոչ թե 9 անգամ, այլ 9 հատով odds ratio-ն մեծանում է, այն մեկը մի հատով, այստեղ մի քիչ շատ դժվար է դառնում ուղիղ անգլերեն լեզվով ոնց որ մեկնաբանելը, որովհետև մենք համ խոսում ենք odds ratio-ի մասին, այստեղ եղած ամեն ինչը էքսպոնենտով բարձրացրել դրել ենք, համ էլ մենք խոսում ենք scale արած տվյալների մասին։ Այսինքն scale արած բանը մեկով մեծացնել այն մեկը այսքանով մեծացնում է բանը, մի քիչ նախադասության մեջ դնելը դժվար է, բայց համեմատականով հեշտ է տեսնել, որ outcome-ը երբ որ success է մեր մոտ լինում, այսինքն նախորդ անգամ եթե հաջողել է campaign-ը, այս մեկը բավականին բան է, որ կհաջողի։ Այս տիպիկ upsell-ի բանն է։ Այսինքն եթե մեկին զանգել ենք, կարացել ենք վրան A բանը ծախենք, հիմա երբ որ B բանն ենք ուզում ծախենք, կզանգենք այն մարդուն, ով A բանը արդեն առել է։ Ոնց որ արդեն մեր բանի վրա է, էլի, թակարդի մեջ է ընկած։ Հետո որ մարտա, էտել է շատ դրական արդյունք ստեղծում բանում ու նայեք ժողովուրդ ինչով է լավ, որ սկզբում պստիկ իդեա էինք արել։ Պստիկ իդեա որ արել ենք, տեսել ենք, որ մարտը առաջի տեղում էր տոկոսայինով, ու այս success-ը լավ բարձր է։ Հիմա սրան որ տենում ենք, կարող ենք մտածենք, ասենք, ով վրոձի խելքին մոտ է։ Մենակ եթե տեսնեի, որ այս մարտը լրիվ բացասական ազդեցություն ունի, մտքովս կանցներ կարող ինչ որտեղ խնդրեմ ունեմ, էլի։ Իսկն այն օրինաչափությունները, որոնք որ մենք ձեռով գտել ենք, նայում ենք, տեսնում ենք մոդելը գտելա թե չէ, ու եթե գտելա, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հաջող է, բայց եթե չի գտել, դա արդեն մեզ ազդակ է լինում, որ մի հատ գնալ ու շատիչ լինել, էլի։ Իսկ այնտեղ վերևը մի հատիկ գրաֆիկը թույլ տվեց այստեղ մի քիչ ավելի հանգիստ լինել։ Ինչպես նաև ոնց որ թե այս բանը, outcome-ը, երբ որ չգիտենք ինչա, դա էլ բացասական ազդեցություն ունենում, ինչպես նաև նույնը զանգելու միջոցը, բայց մի խոսքով, այսինքն բավականին լավ հասկանում եք։ Օրինակ հետարքիրա, որ բանը այն մարդիկ, ովքեր որ արդեն թոշակի են անցել, իրանց ավելի հավանական է, որ բան։ Իրանք ավելի հավանական են, որ կհամաձայնվեն բանին, ծառայությանը, դա էլ կարող է ոնց որ ինչ որ խելացի տրամաբանական բացատրություն ունենա, էլի ամեն դեպքում աշկացակում էլի հետարքիրա։ Ջան, մի քիչ շատ եմ հարց տալիս, բայց տամ էլ այդ հարցերը։ Ունեք այդ ամիսները դուք բանով արեցիք, չէ՞, այդ encoding արեցիք։ Իսկ հնարավոր է իրանք 1-ից 12-ով թվերով դասավորել ու այդ encoding չարել ու այդքան չմեծացնել դատաներ, թե ինքը կարա սխալի բերի։ Այդտեղ բանի խնդրեմն է գալիս, որ իրականում շրջանագծի վրա է մեր մոտ ամիսները, այսինքն 12-ից հետո 1 է գալիս, բայց մոդելի տեսանկյունից 12-ի ու 1-ի հեռավորությունը լինելու է 11, ոչ թե ընդամենը 1։ Կարայինք այնտեղ սինուս կոսինուսով ձևեր կա իրան բան անելու, որ պարբերականությունը հաշվի է առնում, այնտենց որ անենք կարող է պրինցիպի այնտենց առանձնապես վատ չէր լինի։ Կարենք իրականում նույնիսկ բան, գուցե օրինակ այս ամեն ամիսը այդքան մեծ կարևոր չի, կարենք ուղղակի նայենք տարվա սեզոն 4 հատություն ունենայինք։ Այդ սա պրինցիպի սա պրինցիպի չէ, դուք ասեք, հետո ես կասեմ։ Ասում եմ, սա պրինցիպի խելքին մոտ բաներ է, էլի։ Այնտեղ ինչ որ բզբզալու վրա ավելի շատ, էլի։ Ես one hot encode անելու ուղղակի եղել է որպես ամենաարագ մոտեցում, էլի այս դեպքում։ Հա, ուղղակի այդ encoding-ի ժամանակ ինքը շատ ասյուններ ավելացնում, դրա համար տենց այդ մտքով ցանցավ, իսկ եթե այդ 1-ից 12-ը անում ես ու հետո բերում ես scaling ես անում, ինքը չի գա 0.1-ի միջակայքում ու այդ հեռավորությունների միտքն էլ ավելի քչանա։ Բայց խնդրեմը բանն է, որ ասենք ինչքան ոնց էլ ուզենք scale անենք, եթե տենց իրենց հերթականությունը որ պահպանվում է, ստացվում է 10-րդ ամիս ու 12-րդ ամիսը իրարից 2 անգամ ավելի, եթե համեմատենք 12-րդ ամիս ու առաջի ամիս, որ իրար հետևից են։ Իրանք մեզ կթվան 11 անգամ ավելի հեռու, քան 11-րդ ու 12-րդ ամիսը։ Հա, հասկացա։ Մեկ այդ մի հատ էլ ուրիշ հարց տամ, այս outcome unknown P outcome unknown, որ իրան բացում եք այդ որ տեսնեք քանի հատ արժեքներից քանի հատ է։ Ոնց որ մոտավորապես մի 80%-ը մի unknown էր գրում, եթե չեմ սխալվում, 80 կամ 90%։ Հա, շատ են, ճիշտ եք հիշում։ Հա, իսկ unknown դե նշանակում է ոչ մի բան բարձ չի, չէ՞, մեծ հաշվով ոչ հանա, ոչ չենա։ Այդ դեպքում իմաստ ունի այդ սյունը պահել, եթե
ոնց որ իմաստ արտահայտող տողերի տոկոսային հարաբերությունը քիչ է, իսկ այդ unknown-ն էլ մեծ հաշվով չգիտես հանա թե չնա։ Այստեղ իրականում բանն է, մի քիչ իրանց մոտ տարօրինակոտ վիճակ է, որովհետև կար 4 յուրահատուկություն։ Այդ ընդհանուր շատ տեղին կբան է, տեղին միտք է։ Այդ իրանց այս դեպքում գրած էր հաջողել, ձախողել, այլ ու པարզ չի։ Այսինքն ձախողել ու հաջողելու արանքը, որ ոչ ձախողածա, ոչ հաջողածա, մի հատ է մյուսը ունեին։ Ու այդ մյուսից բացի մի հատ էլ անհայտ ունեին։ Հա, Այսինքն օրինակ այդ ենթադրամ, անհայտը մոտ մի 80% էր, իմ հիշելով, կարաք հիմա էլ նայեք տեսնեք, հա, իմ ճիշտ մոտ եք հիշում։ եթե մի բանը անհայտ է, չգիտեմ, ու այդ հայտնի եղած բանը 10% է, իմաստ ունի նման դեպքերում այդ սյունը պահելը։ Որտեվ այդ անհայտն էլ ինքն իրանով բան է, այստեղ Չգիտես ինչ է։ ոնց որ ինքը ոչ թե անհայտ է այն տեսանկյունից, որ բան տվյալների մեջ բացակայել է ինքը, այլ ինքը անհայտ է այն տեսանկյունից, որ մարդը ունեցել է Համաձայնվես թե տարբերակ նշի, չհամաձայնվես։ Ահա։ այսինքն ոնց որ մարդը ունեցել է հնարավորություն նշի մյուս, այսինքն եսիմ, բայց նշել է unknown։ Այսինքն կարա սրա տակը ինչ որ ուրիշ լոգիկա լինի, էլի նաև։ Մի հատ կարանք արագ նայենք ստեղ unknown-ը իրանց մոտ ինչ է նշանակում, կարող է ինչ որ այս description-ի մեջ բան լինի գրած։ Չէ, հենց սա բանը նշեցի թե ինչ է, բայց ամեն դեպքում ինքը իր մեջ կարա ոնց որ այդ տվյալների բացակայելը կարա իրանից ինֆորմացիա պարունակին կարա աշխատի, էլի այդ իմ սիրած օրինակը դրա բանն է, որ օրինակ եթե բան հղիա թե չէում տվյալը բացակայում է, այդ կարա ազդակ լինի նրա, որ ուղղակի հարցը տրվել է տղամարդու, ինչ որ չափով այտենց օրինակ ինֆորմացիա բերի իր հետ։ Բայց ստեղ ինքը հենց էտա որ NA չի, ինքը նշած է որ հայտնի չի։ Հա, Թե ուղղակի ինչ է դա, ելքը հայտնի չի, հա։ հա, թե ինչ է սա նշանակում, չգիտեմ, բայց բան, ամեն դեպքում ոնց որ սա իդեալական հարց է, այս ձեր նշած ու հատկապես այդ 80% հաշվելով, սա իդեալական հարց է կլիենտի հետ քոլի ժամանակ կլիենտին հարցնելու համար, էլի։ Հասկացա։ Մեկ էլ մի հատ էլ սյուն կար, որ հեռախոսով էր, բջջայինով էր ու մեկ էլ պատասխանը ինչ էր, չեմ հիշում։ Հեռախոսով բջջային ու եսիմ։ Հա, չգիտես ինչ, այդ հնարավոր չէ, ունեք ես նայեցի, այդ ոնց որ հեռախոսն ու այդ բջջայինը մոտավորապես նույն հարաբերակցությամբ էր, էլի քիչ էր, բայց նույն հարաբերակցությամբ էր, ոնց որ այդ երկուսը միացնես իրար, մեկին տաս մեկ արժեք, մեկին տաս 0 արժեք, էլ այդ ինկոդինգ չանես, էդի, չգիտեմ, տարբեր կարա տենց մոտեցում նաև լինի։ Կարա в принципе լինի, ու իրականում էսա հաջորդ գուցե հաջորդ լեկցիայում, երբ որ անցնենք իմ սիրելի Light GBM մոդելը, ինքը մի հատ բան ունի, որ մի քանի հատ տարբեր այտենց սյուներ, հատիկ-հատիկով, որ 1-0 1-0-ներ, one hot encoding-ներ, խելոք ձևով ինքը ավտոմատ խմբավորում է մի հատ բանի մեջ, մի հատ սյան մեջ, ու դրանով կտրուկ սյուների քանակը նվազացնում է։ Այդ շատ խելացի իդեա է։ Այս դեպքում ոնց որ կարելի է մի անգամ էքսպերիմենտ անել արագ, բայց ես ոնց որ որպես մոտեցում կարող է ստեղ ժողովուրդ մեկ էլ բան, կարող է որ չափողականության անեցքից շատ եմ խոսացել, կարող է տենց զգացողություն ստեղծված լինի, որ պետքա փորձենք տենց մաքսիմալ քիչ սյուներ ունենանք, բայց չափողականության անեցքի պահին է, որ ինքը ոնց որ ասում է հարյուրավոր սյուներ եթե ունես, իմացի խնդիրներ ունես, էլի, բայց ասենք 15 թե 16 առանձնապես տարբերություն չի լինելու, էլի, այսինքն ես տենց շատ չէի անհանգստանա միանգամից նախնական սյուների քանակը նվազեցնելու մասին, ավելի շատ կմտածեի, օքեյ, շատ սյուներով սկսեմ, բայց տրամաբանություն ունենամ այդ սյուները քչացնելու, հեսա ամենավերջում օրինակ տենց բան կակրաս նայելու ենք, էլի։ Բայց ամեն դեպքում այս ամեն ինչն այս բաներա, որ իրանց մասին մտածելը բավականին լավ է, էլի։ Իսկ մտքում տենց բաները պահելը։ Ու երբեմն կարա հենց բան լինի, որ օրինակ կլիենտին հարցնենք, ասենք, այս որ երկու առանձին կատեգորիա ես դրես, կարող է համարյա նույն բանն են, էլի, արժի, որ sense խորացել եք, կլիենտը ասի չէ, ոնց որ պրոստը տվյալը կար, դրա համար դրել ենք, բայց նույն կարելի ասել նույն բանն են, ու տենց ըստ դրա կպցնենք իրար, էլի։ Այդ ջա մի հատ էլ ես հարց տամ էլի այն ամիսների հետ կապված։ Ահա։ Այնտեղ իմ կարծիքով այդտեղ ոնց որ բաշխվածությունը շատ մեծ է, էլի, ինչքան տեսա 8 ամիս
8 ամիսա մեջը ներառվում, դա ավելի ճիշտ չէր, որ դա սինուս կոսինուսով արվեր, որովհետև օրինակ եթե ունենք շատ քիչ ամիսների բաշխվածություն, ոնց որ նախորդ բան պրոյեկտում էր, բանի գծային բան ռեգրեսիայում, երբ որ ինչքան հիշում եմ, այնտեղ ամիսները ապրիլ, մայիս, հունիս, հուլիս էր, ընդամենը 4 ամիս էր։ Այդտեղ ոնց որ իմաստուն էր անել այդ բան, one hot encoding-ը։ Իսկ ստեղ где-то 8 ամիս ունենք բաշխվածություն, հա, ոնց որ հա, Չէ, իրականում 10 ոնց որ նույնիսկ ավելի շատ էր, պրոստը ստեղ էս top հա, 10-ի մեջ է այդքան հա, ներառվել, էլի։ հա, այդ դեպքում եթե մենք սաղ ամիսներն ենք դիտարկում, ավելի ոնց որ ճիշտ բան մոտեցում չէ իրա բան սինուս կոսինուսը անելը, ամեն ամիս ներկայացնելը։ Այ, մի քիչ այդ ճիշտ ու սխալի հետ կապված դժվար է, ոնց որ ինքը նենց մոտեցում էր, որ կարելի է դիտարկել, այդ ոնց որ սկզբի անգամից ասեմ, բայց ճիշտ ու սխալի հետ կապված նաև կախված է լինելու, թե օրինակ կլիենտը մեզանից ինչ է ակնկալում։ Եթե ինքը ուզում է տենց շատ հեշտ բացատրելի մոդել, որ իրան տենց բավականին լավ ներկայացնենք, ինքը հասկանա ու ոնց որ ջոգի թե ինչ սկզբունքով է աշխատում, այսա հեշտ է մեկնաբանել։ Այստեղ կոնկրետ ասում ենք, գիտես ինչ, մարտը լավ ամիս է, հունվարը տենց հույսերդ կտրի։ Հա, Եթե սինուս կոսինուսով բան անենք, այնտեղ արդեն թե սինուս կոսինուսով արդյունքը ոնց ենք հետ բերում ընթերնելի բացատրության, մի հատ թազա գլխացավի աղբյուր էր լինելու, էլի։ Հարցը կգար նրան արժի թե չէ։ Օրինակ, եթե ջիգարով մեր բան ROC-ին կամ PR-ին մեծացնում է, ավելի լավ է տենց անենք, հետո ասենք դե լավ, մի բան մոգոնենք, թե ոնց կլիենտին բացատրենք, եթե տեսնենք մի այս ֆստիկ է բանում, ասենք դո լավ է, ինչ որ այա։ Նույնը կամ ասենք բանի առումով էլի, օրինակ ինչքան ուճուր պետքա լինի մեր մոդելը։ 7 թե 10 եթե տարբերությունը շատ չի, կամ 7 թե 20 ասենք։ Կարանք էլի ոնց որ ըստ դրա էլ որոշենք, էլի։ Այսինքն առաջնորդվում եք բան կլիենտին բացատրելու հեշտությամբ։ Ոչ թե չէ, օրինակ, չէ, օրինակ բանը, այս ասենք այս լեզվական մոդելներ Claude եւ այլն Ահա, խայտարակ ձևի մարդիկ չեն հասկանում իրենց աշխատելու սկզբունքները շատ բանով, բայց հա, մեկը սաղ աշխարհը օգտագործում է, որտեղ այնքան լավն են, որ այդ ոնց որ կամպանիաները խոսում են, որ safety, alignment, ethics եւ այլն, բայց սաղ բլա 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 է, էլի մեծամասամբ ահա, կարա նաև սյուժետ լինի, որ 1000 տարի հետաքրքիր չի մոդելը ոնց է աշխատում, կարևորը բան, կարևորը թե լավ աշխատի։ Կախված է հա, իրոք պրոյեկտից։ Մենք ասենք օրինակ պրոյեկտ ունեցել ենք, որտեղ որ կլիենտի համար խիստ պահանջ էր, որ պետքա բան լինի, բացատրելի լինի մոդելը։ Այնտեղ իրանք օրինակ պետքա հասկանային սերը թե ոնց է ազդում կամ տարիքը ոնց է ազդում, որտեղ եթե պարզվեր, որ իրանք այդ համակարգը օրինակի համար բան բոլոր տղամարդկանց կամ բոլոր sense տարիքի մարդկանց մերժում է, այդ կարար իրանք համար ոնց որ շատ մեծ խնդրեմ դառնար, էլի իրանք ուզում էին իրանք ավելի լավ կլիներ մոդելը մի քիչ ավելի վատ աշխատի, բայց ավելի արդար լինի օրինակ, էլի։ Խնդրից կախված է ահա որ ձևի։ Այս բաների խնդրեմը ոնց որ խաղալիք պրոյեկտների խնդրեմը այնա որ բան է գալիս, էլի։ 1000 ու մի ճյուղավորվելու ձև կա պոտենցիալ ու քանի որ պրոստ տվյալներ է դիմաստերս դրած, արդեն մեր իմպրովիզացիայի վրա է մնում, էլի թե ճյուղավորումից որ մեկով կգնայինք, բայց տարբեր մոտեցումներ կա, որ տարբեր իմաստներով լավ արդյունքի են բերում, էլի։ Okay, լավ։ Այստեղ էլ ժողովրդի միջայցս կարմիր կապույտը գծած է ըստ նրա թե 1-ից մեծա, թե չէ, որտեվ այդ odds ratio-ն, որ հարաբերությունը 1-ից մեծա ավելի հավանական է, 1-ից փոքր է ավելի չէ, ոնց որ ավելի հավանական է մյուսը, ըստ սկզբունքի է գծած։ Բայց թե ժողովուրդ, մի հատ բան որ հիշենք, երբ որ մենք ունենք տվյալների դիսբալանս, ROC-ին ինքը մի քիչ խափուսիկ է մեր մոտ դառնում, չէ՞։ Որտեվ precision-ը իր վրա կա, ներողություն, recall-ը իր վրա կա, precision-ը իր վրա չկա։ Մենք կուզեինք ստեղ ունենանք PR AUK curve-ը, ու այս PR AUK-ով տեսնում ենք, որ պատկերը մի քիչ ավելի տխուր է, քան կթվար, երբ որ ROC-ին մեր մոտ 0.76 էր, PR-ը 0.04 է։ Դրա համար այս բաների դեպքում, անուն ինչա, այս բան մոդելների դեպքում, դիսբալանս ունեցող տվյալների դեպքում ես սիրում եմ երկուսը միասին գծել միշտ։ ROC-ին ինքը բավականին լավ է recall-ը ու այդ false alarm-երը
իրար հետ բալանսավորումալ բավականին լավ ստանդարտ է, PR-ը թույլ է տալիս հանկարծ բան չանենք, էլի, այդ կատեգորիաներից մեկը չանտեսենք ինչ որ պահից, ու երկուսն էլ threshold-ից անկախ են։ Դրա համար երկուսն էլ արժի գծել նայել ու հիշել, որ օքեյ, հասկացանք, ասենք այս մոդելը օգտագործում ենք, բայց պետքա threshold իրան, չէ՞, նաև որոշենք։ Այդ 0.5-ը կարա անիմաստ թիվ լինի։ Մի մոտեցումը այն J բանը, վայ մոռացա։ J-ով ազգանուն J մոտեցումը, այն էր, որ ասում էր, այս անկյունագծից հեռավորությունները նայի, true positive rate-ի ու false positive rate-ի դիստանցիաները։ Այս են դեպքներ, երբ որ մենք ուղղակի գաղափար չունենք, թե ոնց ենք ուզում հաշվենք բիզնեսի տեսանկյունից, դրա համար ինչ որ մաթեմոտ բանաձևով ենք օգտվում, այստեղ երևի ասենք այստեղ միտեղ կլիներ ու այս կետին համապատասխանող threshold-ը կընտրեինք իմ աչքաչափով էլ այստեղ։ Բայց եթե օրինակի համար գիտենք, թե մեր վրա ինչքան գումար է նստում զանգելը, այսինքն կոնկրետ աշխատողը վերցնում զանգումը, կարանք հաշվարկենք, էլի, աշխատավարձ, ժամանակ եւ այլն։ Օրինակ գիտենք, թե ինչքան ենք կորցնում, եթե մարդուն չենք կարողանում պահել համակարգի մեջ։ Օրինակի համար, եթե ասենք զանգելը արժի 5 եվրո, իսկ կլիենտ կորցնելը արժի 100 եվրո, կարանք արդեն նստած սկզբունքին բռնենք իրան հաշվենք։ Այսինքն մեր total cost-ը լինի այս մեր false positive rate անգամ այս false positive-ների գինը, false positive-ների գինը, այսինքն եթե զանգենք ու անիմաստ լինի, այդ մեր 5 եվրոներ։ Գումարած false negative-ները, այսինքն զանգենք ու կորցնենք իրան անգամ 100, այս բանաձևով եթե գրենք ու հաշվենք, կստանանք այսպես մի հատ ինչ որ պատկեր, ու ստեղ cost optimal threshold-ը մեր մոտ լինում է 0.05-ը, ոչ թե default 0.5-ը, այսինքն 10 անգամ ավելի փոքր է լինում։ Հա, այս threshold tuning-ի հետ կապված, բայց նաև ստեղ պետք է հիշենք, որ ասում ենք, ասենք 0.5 բան, դա չի նշանակում 50% հավանականություն, կարանք նաև տեսնենք, թե ինչքան կալիբրովկա ունենք տվյալների մեջ։ Լոգիստիկ ռեգրեսիան ինքն իրանով հիմնականում բավականին կալիբրացիա արած մոդել է լինում։ Այստեղ ոնց որ այն դույլերի ենք բաժանում, այդ դույլերի մեջ նայում ենք իսկական տվյալների տոկոսը ինչքան է մեկերի ու գուշակությունների միջինը։ Տեսնում ենք, որ ինչ որ չափով բավականին հետևում է այս անկյունագծին, անկյունագիծը այդ իդեալական բռնելն է, էլի։ Այս մեծ թվերի համար է ինչ որ sense կտրուկ անկում առնում, սկսում ինչ որ բայից չափազանց ինքնավստահ լինել։ Բայց օրինակ եթե իրան այս տվյալների դիսբալանսը փորձենք հաշվի առնենք, դրա համար class weight-ը դնենք բալանսավորված, այդ empiric risk-ի մինիմիզացիայի բանաձևը դարձնենք կշռված։ Այդտեղ օրինակ կոնկրետ մոդելի բան կալիբրովկայից շողուլից ընկնելու էր մոդելը, էլի, այստեղ տեսնում ենք կոնկրետ ինչքան over confident մոդել ունենք, իրան կարենք լուծենք բան անելով։ Calibration classifier-ի մեջ օրինակ իզոտոնիկ ռեգրեսիայով կամ այդ պլատով, այն սիգմոիդով իրան ուղղելով, այստեղ տեսնում ենք, որ այս մեր բալանսավորված սովորական այսավոր կար, պլատ անելուց հետո ներողություն իզոտոնիկ անելուց հետո գայսա դառնում է սենց։ Հիմա կոնկրետ այս խնդրի համար մեզ դա կարևոր է թե չէ, պրինցիպի չէ, որովհետև առնվազն այսքան ռեպորտի մեջ ոչ միտեղ չենք խոսացել, էլի այդ գուշակած հավանականությունների բանմանից։ Բայց հետագայում եթե ընդլայնելու լինենք, այդտեղ կարող է արդեն կարևոր լինի, էլի կալիբրացիա ունենալը։ Ուհա, մի քիչ եթե իմի բերենք, էսա էլի բաներ կնայենք իհարկե, բայց ունեցանք մոդել, որի precision recall area under curve-ը լավը չի, իրա recall-ը լավագույն էս մեր ընտրած threshold-ում 0.9-ն է, ինչը նշանակում է, ոնց որ եղած կլիենտների 91%-ին բռնացրել ենք, ինչը բռնում է մեր բիզնես խնդրի հետ, այնտեղ որտեղ մենք հենց կոնկրետ քաշ ենք տվել իրան, էլի, ասել ենք կլիենտ կորցնելը 100 եվրո արժի, ավելորդ զանգ անելը 5 եվրո արժի։ Դրա համար sense լավ բռնել ենք, precision-ը բան է տալիս 0.145-ը, որովհետև ցածր threshold ենք ընտրել, ցածր threshold նշանակում է տենց լիքը աչուձախ զանգել ենք, դրա համար փոքր թիվ է, F1-ը բավականին փոքր է, որովհետև precision-ը լավ ցածր է, ու գումարներն էլ իրանց sense հասած հաշված այդ 5.50 եվրոներով, այս օպտիմալ կետում 38,000 եվրո է լինում, մեր ծախսը sense ասած threshold-ի դեպքում 88,000, 57%-ի տարբերություն։ Ու ստեղ մեկը կարանք նայենք մեր confusion matrix-ը, թե ինչ տեսակ ձևով ենք սխալվել, էլի, այս անկյունագիծը այն դեպքերն է, որտեղ բան ենք արել,
ճիշտ ենք ասել, սա սխալներն է, ու ստացվում է ոնց որ լիքը մարդիկ կա, ովքեր որ իրականում չեն եղել, բայց մենք իրանց հա ենք ասել, այսինքն այստեղ այսինքն լավ է ում էլի, խիա մեր precision-ը տենց ջիգարով ցածր էլի, որովհետև շատ մարդկանց ենք զանգել։ Ասում եմ։ Հայճան, այդ threshold-ի պահը որտեղ մենք դրեցինք, որտեղ գտանք այդ մասը չնկատեց։ Այստեղ։ Այ միական։ Հա, մի քիչ արագանց է երևի։ Այստեղ մենք սահմանացինք այդ մեր գինը հաշվել, այսինքն ունեմ Y-ներս, ունեմ իսկականները, գուշակությունները վերցնում եմ տարբեր threshold-ների համար։ Այստեղ ուղղակի նայում եմ score-ը threshold-ից մեծ է թե չէ, դա իմ prediction-ն է լինում։ Հետո նայում եմ false positive-ները, այտենա որ prediction-ը եղել է 1, իսկ մենք ասել ենք 0, false negative-ները, որ prediction-ը 0 է եղել, մենք ասել ենք 1, ու իրանց այս գործակիցներով բազմապատկում եմ 5 եվրո մի սխալը, 100 եվրո մյուս սխալը, ու հիմա այստեղ պրոստը ցիկլ եմ պատտվում։ Այսինքն Այս threshold-ը այս վերևի ինտերվալից այդ ընտրված թվերն են։ Հա ուզում եմ, չէ, այս երկրորդ տողներ ոնց որ չէ, մի վարքան։ Այս ինտերվալից վերցրել եք ու փորձարկելով գնացեք, դրանց դեպքում ստացված լավագույն արդյունքն ենք վերցրել։ Հա, պրոստը Հա, всё, окей. ամենակացին for ցիկլը։ Հա, всё, լավ։ Այստեղ տեսական արդյունք կար, որ եթե տվյալները կալիբրովկա արած են, բանաձևով կարանք դուրս հանենք, բայց դա էս էմպիրիկ մոտեցումն էլ լրիվ օքեյ է, էլի։ Ավելավա սենց անենք, քանց թե կալիբրովկայի մասին անհանգստանանք, ինչա թե 001 վայրկյանի տեղը 0005 վայրկյան կաշխատի կոդը, էլի։ Բայց հա, այս պրոստը հավելյալ նշում, էլի, որպես ես էլ էի ճիշտ ասած մոռացել այդ մոտեցման մասին։ Okay, մեկ էլ ամբողջականության համար այս տվյալների դիսբալանսի են մնացած գրադարանները տեսնելու համար օգտվենք այս մեր բանից, SMOT-ից, synthetic minority oversampling technique։ Որ այն մեր փոքր դասից ստեղծում ենք կոպիաներ, բայց սինթետիկ ձևով, ոչ թե copy paste-ով, այլ այն ասենք կետեր ունենք, այդ գծի վրա մի հատ ինչ որ կետ ենք ընտրում այդ մոտեցումով։ Ու նաև իրենց այդ կատեգորիկալ տվյալների համար մոտեցումն էլ օգտագործենք ու նաև այս ROS-ը օգտագործենք random oversampler-ը, որ ընդհանրապես ոչ մի խելոք բաներ չի անում։ Այնտեղ նաև մեր մոտ բանը կար, այն բան մոտեցումը, որտեղ որ տոբեք լինքերը, երբ որ այն եզրագծի վրա գտնվողներին մի քիչ մակրոտում էինք, աներություն ոչ թե մակրոտում էինք, ճիշտ, որ ուզում ենք ընտրենք թե ինչերը շփրտենք մի կողմ կամ ինչերը կրկնապատկենք, հաշվի ենք առնում այդ անկյունագծի վրային, եզրագծի վրային գտնվում թե չէ, այսինքն հարևանը հակառակ դասից է թե չէ։ Բայց մի խոսքով, այս in blur-նից կարանք oversampling-ից բերենք այս երկու մոտեցումները։ Այստեղ oversampling կանենք, էլի, այսինքն փոքրը կշատացնենք։ Ու pipeline-ը բերենք ստեղից, որ իրան դնենք նորմալ ինքը տենց բան pre-processing-ով ամեն ինչով անցնելով գնա, այս scaling-ով եւ այլն։ Ու նայենք սովորական baseline-ը, նայենք այն, երբ որ loss-ն ենք փոխում, այսինքն այդ empiric risk-ի minimization դարձնում ենք weighted, այդ class weight balanced-ը։ ROS-ը ու SMOT n-ն numeric categoric։ Ու ստեղ տեսնում ենք, որ իրականում այս դեպքի համար ինչ որ տենց առանձնապես տարբերություն չի տալիս ու նույնիսկ իրականում վատացնում է։ Սա այն բանից, սրա տենց բավականին լավ բացատրություն կարող լինի այն, որ մեր մոտ նես չի տենց ինչ որ խայտառակված դիսբալանս կա տվյալների մեջ, էլի։ Մենք ուզում ենք տվյալների բանը փոխենք այն ժամանակ, երբ որ դիսբալանս այս ոնց որ այդ փոքրամասնություն դասը կոնկրետ ճնշված է։ Այսինքն իրան վրա մոդելը օրինաչափություն չի կարող սովորի։ Այստեղ մեր 11%-ի վրա ու նաև հաշվի առնելով, որ այդ 11%-ը ինքնայինց կազմում է մի 5000 տող, մոդելը արդեն օրինաչափություններ դուրս բերում է ու շատ չի նեղվում նրանից, որ այդ դասը քիչ է մեջ, էլի։ Այսինքն մենք threshold-ը ընտրելուց գուշ լինելով պլյուս բան անելով, մետրիկաները ճիշտ ընտրելով, արդեն բավականին լավ արդյունք ենք ստանում, տվյալների մակարդակով փոփոխություն պետք չի անել։ Դրա համար նաև մեր առաջին մոտեցումը հենց այն էր, որ բան ենք անում։ Տվյալներին չենք կպնում, սովորական ենք առաջ գնում, ուղղակի ճիշտ ոնց որ սխալ ուղղություններով չշեղվելով։ Ու հա, այստեղ
տեսնում ենք, որ բան, այս class weight ու random oversampling-ը իրար բավականին նմանոտ են, իսկ հետարքրաբար այս մեր բանը smot-ն բան արեց։ Ավելի վատ արդյունք ցույց տվեց։ Իհարկե, նա չի շատ ավելի վատ արդյունք, հա, բայց հա, հոստացի սենց էր, այս error-ի գծերն են նրանից հա, որովհետև բան ենք արել։ Արել ենք 5 հատ fault cross validation-ով, դրա համար ոնց որ պլյուս-մինուս միջիններ ունենք ստեղ։ Բայց հա, մի խոսքով սրա լավ բանն է, որ ուղղակի մի խորացեք, արեք ոնց կա ու ամեն ինչ լավ կլինի։ Իսկ այս բալանսի պահը դզելուց վարվելուց էլ մենք իրականում ստեղ իր բանը լավ ջարդել ենք։ Կալիբրովկան լավ ջարդել ենք։ Ինչ էլի եմ ասում, կարա խնդիր չլինի, նենց հա։ Բայց հա, այս expected calibration error-ը մեր մոտ baseline-ի դեպքում համարյա 0 էր, որովհետև լոգիստիկ ռեգրեսիան ինքնինով բավականին ստաբիլ է։ Բայց բանը այս մնացածի համար արդեն կտրուկ ստեղ տեսնում ենք, թե ինչքան արագ աճում է։ 30 անգամ շատանում է, էլի։ Մեկ էլ մի հատ էլ վերջի բանը, որ sense տեսակ քննի դեպքում կարա օգտակար մետրիկա լինի, իսկ ինքը տենց բիզնես մետրիկա ավելի շուտ էլի։ Այդ այնա, որ հիմա զանգելուց սկզբում զանգելու ենք նրանց, ովքեր ամենահավանականն են, չէ՞։ Եթե օրինակ բռնենք ու ասենք ունենք ցուցակ 1000 հոգու թվում ենք ուզում զանգենք, սկզբում ասենք եկեք զանգենք սկզբի մենակ 100-ին, հետո մյուս 200-ին, մյուս 300-ին եւ այլն, այդ դեպքում մեր ճշտությունները ոնց կլինեն։ Այստեղ տեսնում ենք, որ ոնց որ մեր top 10%-ին, այսինքն մոդելի կարծիքով 10 ամենահավանական մարդկանց զանգելու դեպքում random զանգելուց 4 անգամ ավելի լավ արդյունք ենք ստանում։ Հաջորդ լավագույն 10%-ի դեպքում 1.5 անգամ ավելի լավ արդյունք։ Ոյ դրանից հետո արդեն ոնց որ այս 20%-ից ընկոմի համար արդեն ոնց որ random զանգելը ավելի լավ արդյունք կա նույնիսկ տալիս։ Էլի սա մեր lift curve կոչվածն է։ Այսինքն նայում ենք, եթե վերցնենք այս կատեգորիային, ինչքանով կաճի մեր մոտեցումը պատահականի համեմատ, ուստեղ իրեն լավ օգնող բանը նաև այս cumulative capture-ը, որտեղ որ նայում ենք, թե ինչքան մարդու ենք բռնացրել, այսինքն եղած բաժանորդագրվածներից քանի տոկոսին ենք բռնում, ու սա ցույց է տալիս, որ 10%-ին զանգելով մենք արդեն բռնացնում ենք 40%-ին, ովքեր որ բան են լինում, բաժանորդագրվում են։ Այսինքն ի վերջո մեզ պետք չի բոլոր 1000-ին զանգել, կարանք իմ սիրելի Պարետոյի օրենքով սենց ասած շարժվենք, ստեղ երևում է, որ ասենք մեր մոտ լավ ափսոս 80 այդքան էլ տեղում չի, բայց մի քիչ ավելի կտրուկ որ լիներ, կարող է տենց ինչ-որ 80-20-ի օրենք ունենենք, էլի, որ 20%-ին զանգեինք, 80%-ին արդեն բռնացնենք, ստեղ 50 քանի տոկոս է, ինչը էլի լուրջ թիվ է։ Այսինքն ես ընդամենը 100 զանգ եմ անում, արդեն 40%-ին բռնեցի։ Ճիշտ է, մյուս 60%-ին բռնելու համար 100 զանգով չեմ բռնի, ոչ էլ 200 զանգով կբռնեմ։ Բայց ամեն դեպքում, սա ասենք նենց բան է, որ կոնկրետ այսպես տեսակ խնդիրներում այդ մարքեթինգի այդ lead scoring կոչված բաներում բավականին ստանդարտ մետրիկա է, էլի ու մարդկանց հետաքրքրող է։ Okay, լավ։ Մեկ էլ մի հատ էլ հավես բան, որ կարանք նայենք, այդ ստուգենք բանը, ռեգուլարիզացիան, եթե L1 տեսակի ռեգուլարիզացիան ենք, այսինքն եթե լասուից օգտվենք, ինչ կլինի մեր մոտ արդյունքների հետ ու սյուների քանակի հետ, որտեղ լասուի սպეციფიկ կայֆ բանն էր, որ ինքը քանի որ sense ոնց որ այդ բանով sense անկյունագծերով էր շարժվում, ոչ թե sense պարաբոլով դեպի 0-0-ն, գալիս էր խփում էր բանին, առանցքներին ու 0 էր դառնում։ 0 ասելս իդեալական մակրագույն 0, այսինքն կարանք է դրանով ինչ որ սյուներ գցենք մի կողմ։ Տեսնում ենք մոդելը իրան 0 կարևորություն տվել, ասենք դե 1000 տարի պետքները սա։ Ուհա, այստեղ հեսա գրաֆիկ գծենք, թե ընդհանրապես ինչ ճշտությունը, ինչ բան է ունենում, PRAU կա ունենում մոդելը վալիդացիայի թեստի վրա, ու քանի հատ սյուն կա իր մեջ, որ 0-ական չի, այդ դա մի հատ գծենք նայենք, օրինակ եթե տեսնենք, որ կարանք օրինակ մի 001, ասենք մի 3%-ով մեր որակը ընկնի, բայց 20%-ով ավելի քիչ սյուն օգտագործենք, այդ կարող լինի բավականին արդարացված որոշում, էլի։ Մի հատ էս աչից դրան կնայենք, ձախիցը կնայենք, թե ընդհանրապես այդ գործակիցները մեր մոտ ինչ ճանապարհով են անցնում, երբ որ տենց ռեգուլարիզացիան գնալով մեծացնում ենք, էլի։ Ռեգուլարիզացիան էլ ստեղ էս ցեն հակադարձն է իրա,
բայց -3-ից 2 18 հատ տարբեր արժեք ենք վերցնելու լոգարիթմական։ Սա ինչ է նշանակում 10-ի -3-ից մինչև 10-ի քառակուսի 18 հատ երկրաչափորեն բաշխված արժեք վերցրու։ Ու քանի որ ինքը ստեղ 18 հատ մոդել է բանանում ու վստահ չեմ բանկա մեջը թե չէ, հա, cross validation մի հատ էլ անում է մեջը թե չէ, սա խայտարակ երկար է աշխատում ու ես շատ փոշմանում եմ, որ սխմեցի ռանի կոճակին, մինչդեռ կարայի պրոստը գրաֆիկը ցույց տայի, բայց դե ոչ առաջի, ոչ վերջի սխալը սա։ Մի քիչ սպասենք, հեսա գրաֆիկը երևա։ Մեկ էլ մյուս սխալներիցս մեկը, որ ես կոնկրետ չեմ սիրում ասես բանել, բայց այդտեղ կլոդին չեմ ասել, որ չանի։ Երբ որ ցիկլ ենք ֆռում, ցիկլը արժի դնել ՆՏՔԴՄ գրադարանի մեջ։ Այդ իսպաներեն այդ ես քեզ սիրում եմ արաբերեն progress, որ հավես անուն էին դրել։ Որ տեսնենք ինչքան է արել, էլի հիմա գրած է 2 րոպե, հիմա չգիտեմ, հետներդ մի կես ժամ եմ ասում կներեք, մի կես րոպե էլ տենց ժամանակ սպանեմ արդյունքը կլինի, թե ասենք առաջինը արեց, էլի։ Համար progress-ը իմանալը շատ լավ բան է, էլի, եղածը մի 3-4 բառ կլիներ կոդի տեսանկյունից տարբերություն։ Ահա, այս էլ մեր արդյունքները։ Այստեղ հիշենք, որ C-ն հակադարձն է։ Այսինքն այստեղ ինչքան ավելի փոքր թիվ է, դա նշանակում է այդքան ավելի շատ ռեգուլարիզացիա արած։ Ու տեսնում ենք, որ սենց առանց ռեգուլարիզացիայի ըստեյության տարբեր սյուների կոեֆիցիենտները սենց խառը թվեր են, էլի 2, 1.5, 1 եւ այլն։ Ինչքան շատացնում ենք ռեգուլարիզացիան, այնքան որոշները սենց դիմանում են, այտենց բավականին տիպիկա, որ կտրուկ է սկսում սենց ինչ որ բայց անկում անել գործակիցը մեր մոտ էլի, բայց այդտեղ տեսնում ենք, որ արդեն 10-ի 0-ի մոտ կա ինչ որ բաներ, որ եկել ընկել են հասել են մեր մոտ 0-ին, այս 10-ի -1-ը կրկին հիշեցում, որ հակադարձով է, իսկն 10 ռեգուլարիզացիայի համար արդեն տենց լիքը բան եկել է 0-ին է կպել, այս ամենամեծի ժամանակ էլ մենակ երկու հատիկ սյուն է գոյատևում ընդհանրապես։ Ու եթե սրան նայենք բանով, հենց սյուների քանակով, ոչ թե սա հետագծերով իրանց, որովհետև հետագիծը իրականում մի քիչ պերեբոր է նայել, էլի, ուղղակի որպես հետարքիր գրաֆիկա դրած ավելի շուտ։ Այստեղ տեսնում ենք, որ երբ որ մեր մոտ եղել է բան, այստեղ կարող է ոնց որ կապույտը ցույց է տալիս, թե քանի հատ ոչ զրոյական գործակից կա, կարմիրը ցույց է տալիս բան, PR AUK-ը, ու երբ որ ռեգուլարիզացիան համարյա զրոյական է, մեր մոտ սաղ սյուները մեջը կան, ու բան, PR AUK-ը բավականին մեծ է, այստեղ ինչքան ռեգուլարիզացիան մեծացնում ենք, այնքան հələ դեռ նման հավասար մնում են, հետո ինչ որ բայց հոպ կորցրեցինք միացյուն 0 դարավ, հոպ մի հատ սյուն 0 դարավ, հոպ մի հատ սյուն 0 դարավ, հոպ լիքը սյուն 0 դարավ, այստեղ ինչ որ մի հատ կտրուկ անկում է լինում մեր մոտ։ Ու այսինքն այս պահին մենք ունենք 30 քանի հատ սյուն, 40 քանիսի փոխարեն։ Դա ասախի չեմ պլոտլիով անում, որ վրան պահեմ թիվը բերի, մյուս անգամ կլոդին կասեմ։ Բայց նայեք, ինչ որ ստաբիլ PR-ը մնացել է։ Նույնիսկ այստեղ։ Նույնիսկ մեր մեջ ասած այստեղ։ Կարամ այստեղ վերցնեմ, արժեքը կլինի այսա, կստացի սյուների կեսը օգտագործելով ստանում եմ նույն մակարդակի արդյունք։ Ես նաև դրա համար սկզբում ասում էի, այտենց կարելի է շատ չխորանալ սյուների քանակը հանկարծ շատ չլինի բանման, այլ ուղղակի հետո իրենց մաքրել, էլի։ Կարելի է այստեղ սրանով անել, նաև կարելի է այն կարևորություններին նայելով են լոգոցի գրաֆիկի մեջ, նրանք որոնք որ այտենց ազդեցություն չունեն, բռնել շպրտել մի կողմ իրանց, օրինակ նաև էլի։ Բայց լոգոցի մակարդակով է ժողովրդի, միջից պետք է զգուշ լինել, որ ազդեցություն չունենալը հետենա, որ մեկին մոտիկ է, ոչ թե փոքր թիվ է տալիս։ Այդ հանկարծ որ չշփոթեք, էլի։ Գործնականն այսքանն էր պլանավորած։ Ինքը մի քիչ տենց բան էր, ինչ որ լիքը թեմաներ միտեղ հավաքած էր։ Ես խորհուրդ կտամ իրականում հետո եթե ժամանակ ունենաք, մի հատ վիդեոն երևի պերեբոր կլինի, բայց կոդը մի հատ թերթեք, որ ուղղակի վերհիշեք էլի, թե ինչեր ծածկեցինք։